որոշել եք ում եք ընտրելու ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Իսկ տենց եմ ուզում։ Իսկ թվում է, որ մնացածից նորմալ է ինքը։ Ինչով։ Դե հիմա յուսիմ համեստության, որ այդքան իրան անպատիվ խոսքեր, դա հերիք է իր համար։ Շատ են ստորացնում, իրան չի կարելի։ Ես գիտեմ, որ այդ ձևով, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Իսկ խաղաղության կարող Խաղաղությունը շատ լավ է, շատ գոհ ենք։ իսկ ընտրապաշտպանի մասին։ Դե ես այդպես բաներին չեմ օգտվում, ոչ էլ ինչ որ առաջարկում են, դե շատ վատ բան է։ Եթե խապնվում ես գումարին կարելի է վատ բաներ խոսալ, չի կարելի։ Գումարը գնացող է։ Հետո կարող է դու փոշմանես։ Ուսի, չգիտեմ, դե շատ վատ է էլի, չի կարելի երկրի վարչապետի հետ այդ ձևի խոսալ։ Մանավանդ դու բժշկուհի կին անձնավորություն, չի կարելի։ Քեզ դրդել են ինչ-որ գումարի կամ ինչ-որ հասկացանք զոհված ունես, բայց այդ մարդը ինչ անի, որ զոհվել է։ Ինքը կարար գնար առանձին իրան կառավարությունում հանդիպում, ընտրեր, խոսել հետը ոչ թե այդ ձևով։ Ասենք ինքը կին էր, իր ընտանիքը չի տեսնում, ասենք մայրը, ամուսինը, չի կարելի տես մոտիկանը երկրի վարչապետի վրա ձեռք բարձրացնել։ Եթե Քոչարյանին աներ, ինչ կաներ։ Դե օրինակ ես չեմ ցանկանա, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, եթե չընտրվավ, ինձ թվում է ժողովուրդն էլ կփոշմանի, արդեն ուշ կլինի։ Ինձ տենց է թվում։ Դե իր ժամանակը տեսել ենք 10 տարի, ասենք ինչն է փոխվել։ Ոչ մի բան էլ չենք տեսել, բացի սպանությունից ոչ մի բան։ Բայց այս մարդը ոչ մի բան չի արել։ Այսքան ընտանիքին ստորացնում են, բայց չի կարելի այդքան։ Ոչ մեկի։ Ինչու՞։ Տենց։ Ես շատ հեղինակավոր քաղաքացի եմ եւ գտնում եմ, որ ես եմ իշխանությունը։ Ես եմ այն մեկից մեկը, որ ասում են, չէ՞ որ մենք բոլորս էլ իշխանություն ենք։ Այդպես են ասում։ Ուրեմն ես ընտրում եմ ինքս ինձ։ Որովհետև նրանից եմ ամեն ինչ ես տեսել։ Թոշակ առում արդեն թոշակս ավելացրեց, աշխատում եմ աֆորմիտ եմ եղել, աշխատում եմ 20 տարի ես աշխատել եմ ծրի պետության համար, որ ինձից աֆորմիտարаж չեն արել, որ ես գոնե ստաժ ունենամ, թոշակս բարձրացնեն, բավատ բան արել, ինչ էլ տեսել եմ նրանից եմ տեսել, չէ Քոչարյանին պետք է ընտրեմ, չեմ ընտրի, միայն Նիկոլ Փաշինյանին։ Ոչ մեկի, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այդ սաղ սխալ է։ Մարդը իր ամեն ինչ դրել է ժողովրդի համար ամեն ինչ որ լավ լինի, բայց մեր ժողովուրդը չեն հասկանում։ Գնում են իրանց բաների հետևից որտեղ որ լավ են զգացել իրանց ժամանակին։ Իսկ ինքը մի կոստյում էլ չի հագնում, իսկ բոլոր ասում են ասեն Նիկոլ Փաշինյան է։ Նա մենակ ժողովրդի համար է ու իր Հայաստանի համար է մտածում, ուրիշ ոչ մի բան չի մտածում։ Այդ սաղ սխալ է։ Կաշառք թող տան, ես կվերցնեմ, բայց Նիկոլին կընտրեմ։ Լավ ասել չեմ կարող խոսալ։ Թող խաղաղություն լինի, թող արդարություն լինի, թող մեկ մյուսին հարգեն, սիրեն, թող մեր ժողովուրդը դարձի կան, թող հավատան մեր Աստծուն, որ մենք փրկված ենք գոնե Աստծու կողմից, Տեր Հիսուսի կողմից ենք մենք փրկված, որ հիմա որ կանք։ Ընդդիմության նկատմամբ ոչ մի բան։ Որովհետև մեզ ընդդիմություն պետք չի։ Իշխանություն պետք է երկրի համար, բոլորիս համար, որ իշխանություն, ընդդիմություն մեկ չլինեն։ Իսկ ինչով է պատում այդ ընդդիմությունը։ Ինչով է լավ, դուք ասեք, որ ես էլ հասկանում։ Ինչ հարցով է, ամեն ինչով։ Ոչ մի հարցով չի օգնում ժողովրդին, երկրին, ամենակարևորը երկրին, մեր պետականությանը։ Ամենակարևորը պետականություն ստեղծելն է, ոչ թե նրան լսելով, դրսից ինչ են ասում, ներսում ինչ կա, մեր հարցերը մենք պետք է լուծենք։
Հետի դուք ոնց եք վերաբերվում։ Ես չէ դուք։ Ամենավատը։ Փողով առնում են մարդկանց։ Հետի կարա սա Թուրքիան մեզի փողով առնում։ Նույնը ուրիշ պետություններ կարան առնեն փողով։ Բայց դա նշանակում է, որ մեր պետականությունը պետք է կորցնենք մի քանի հիմարների պատճառով։ Հնարավոր է այդպես բան։ Պետականություն ենք ստեղծում։ Պետք է լավ լինի, բոլորը մեկը մեկի նկատմամբ պետք է լավ լինի։ Ոչ թե մտածեն ինչ վատություն անեն պետությանը առաջի հերթին։ Երկրորդ հերթին էլ ժողովրդի մասին։ Որոշել եք ում եք ընտրելու ընտրություններին։ Ամենաարժանավորին։ Դուք ինքներդ որոշեք։ Ինձ համար դա որոշված է, ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց ես ընտրելու եմ նա, ով ինձ համար ամենաարժանավորն է։ Պարոն Փաշինյանին, որովհետև ինքը բոլորից լավն է, ուրիշ բան չեմ կարող դες ասել։ Ամեն ինչով։ Այնտեղ ոչ մի մարդ չկա, բոլոր մարդասպաններն ու կողոպտիչներ են։ Չէ, չեմ որոշել։ Փաշինյան։ Ինչու։ Որտեվ ինքը ամեն ինչով հարցնում է, օգնում է, արել է, դրել է, ինչ ասեմ, որ լավ մարդ է, ես դրանով ոչ մի խոսք ամեն ինչն է կարամ ասեմ։ Շատ վատ, որ ահաբեկում են, այլանդակ ձևով են, այլանդակ, որ չգիտեմ ոնց բացատրեմ, որ ես ինքս չվիրավորվեմ իրանց տեղը, ահա որ կոպտում են, ահա որ վիրավորում են, չէ որ նայել եմ մարդ, ամոթ է, թող ներողություն եմ խնդրում, այդ երկու կոպեկը չառնեն, հասկանան ինչ են ան, իրանից դժգոհություն չունեմ։ Խաղաղությանը հավատում եք։ Այո, ես միշտ ասում եմ, մեր երկիրը պետք է խաղաղ լինի, ուրախ լինի, մեր ժողովուրդը ուրախ ժողովուրդ։ Դեր չէ։ Իսկ ում եք ավելի շատ հատված։ 5 կուսակցության մեջ եմ մտածում, կասկածում, չգիտեմ։ Լավ կլիներ, որ այդ 5-ը միասին միավորվեին, այդ դեպքում որևէ կասկած չէր լինի, իսկ ինտեր մտածում ենք։ Էլում Փաշինյանին։ Վայ, դրանից լավ ղեկավար չունենք։ Ամեն ինչով լավ, ամեն ինչ։ Մեզ համար ամեն ինչ արեց։ Օրինակներ կբերեք ինչեր արել։ Վայ, ինչեր արել, ինչ էլ չի արել, ամեն ինչ էլ արել, այ ցավը տանը։ Թոշակս բարձրացրել է, մուծում եմ էլի 10,000 ավելանում է, էլ ինչ ասեմ, առողջության համար ձերի առողջությունը, ինչ ասեմ, էլ ճանապարհներ, մանկապարտեզ, թորնիկներս երկուսն էլ ձրի են գնում մանկապարտեզ, դրանից ավել էլ ինչ անի այդ մարդը, շատ գոհ հավատում եմ, այո, ինքը լինի մեր վարչապետը խաղաղություն, հիմա էլ կա, հետո էլ կլինի։